Ադրբեջանցի ժողովուրդը չունի Նիզամի Գանջևի, չունի 12-13-13-րդ դարերի պոետ եւ բանաստեղծ, պատմիչ չունի, օրենսդիր չունի իդեմս Մխիթար Գոշի։ Եթե չունի, կարելի է յուրացնել։ Իսկ եթե օրինակներով փորձենք դիտարկել, ոնց էր դա արտահայտվում։ Դրա այս գործին լծվել էին սովետական խորհրդային լավագույն պատմաբաններն ու պատմաքաղաքագետները, արևելագետները։ Ես միշտ ցիտում եմ ամենակարևոր խոշոր գործչին Էլիա Պավլովիչ Պետրուշևսկուն, մի փոքրիկ դրվագ բերեմ, որ կարողանաք հասկանալ։ Երբ խոսում է մեր թվարկությունից առաջին դարում տեղի ունեցող իրադարձությունների մասին, Հայաստանի եւ Վրաստանի պատմության վերաբերյալ, հռոմեական զորքերի արշավանքներ եւ ինչ է ասում, ուղղակի նախադասությունը շեդևրալ սուտ է, ասում է թե հռոմեական զորքերի դեմ դուրս եկան կռվելու հայերի եւ վրացիների կողքին նաեւ ադրբեջանցիները։